Ոնց ջուր կա, ոնց կանալիզացիա, ոչ բան։ Հենց այս անմարդկային պայմաններում է բնակվում գյումրեցի Գևորգյանների ընտանիքը Սավոյան 227, դրոպ 270 տնակում։ Վերջիններս 88-ի աղետալի երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանը եւ մինչ օրս ապրում են տնական պայմաններում։ Ընտանիքի հայրը ունենալով առողջական խնդիրներ չունի մշտական աշխատանք, ապրում են թոշակի եւ նպաստի հույսով։ Երբեմն էլ ուրախանում են բարի մարդկանց նվերներով։ Ընտանիքի ծանր լուզն իր վրա վերցրած ընտանիքի մայրն Արմենուհի Դավթյանը բնակարան ունենալը համարում է միայն երազանք։ Ոսկի կողքից դաշտի աշխատանք եղավ, ամուսինս կաշխատի։ Չէ, դաշտի սեզոնը չի բացվել, սեպտեմբեր, հոկտեմբեր կաշտել ժամանակ կաշխատին կաշտել էր, հանեց ներվա կբերենք։ Չենք մտածել։ Բարի մարդիկ եկան, մագարոնես, ինջամուտկես, կանցնի հագուստե։ Դե յոլա քեշտանգես։ Դե ասա խանը դե ցածե բանը կարնենք հետո կդանք։ Դե թոշագին։ Որքան էլ մայրը փորձում է երեխաներին հեռու պահել ընտանեկան հոգսերից, այդուամենայնիվ երբեմն դա հնարավոր չի լինում։ Ձմեռը պապայիս ու մամայիս կօգնեմ, փետ քաղաքեմ, որ ձմեռը տական։ Հուսահատված մայրն արդեն համակերպվել է իր պայմաններին եւ փորձում է երեխաներին այլ կերպ ուրախացնել։ Չնայած սոցիալական ծանր պայմաններին, նրանք իրենց հարկի տակ են ընդունել երեխաների սիրելի կենդանիներին։ Տոխունինք, շունունինք, կադունինք, նապաստակ ունինք։ 8 ամսական մանվելն այս օրերին օրվա մեծ մասն անցկացնում է տնակի բակում, մութ ու մռայլ պատերից այն կողմ։ Ինչպես ասում է մայրն, այդ կերպ փորձում է լուսավորել փոքրիկի մանկությունը։ 4-ամյա աղջնակն էլ զբաղեցնում է փոքրիկ եղբորը։ Երկու ծենակ դիտան, երկու ծենագի մեկը ես այդ մահատած տղուց երեխեք կնենք։ Այդ տղեցը իրանդանքի, մեծ տղեցը երեխաստան հատապացված է։ 3 անչափահաս երեխա ունեցող այս ընտանիքի համար նման պայմաններում ապրելն ու գոյատևելը դարձել է սովորական։ Նրանց միակ սպոփանքն այն է, որ իրենք միակը չեն Գյումրիում։ Լուսնե Պողոսյան, Արթուր Մաշկարյան, այսօր։